Խոսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայել Ջապարովը հանդիպել է Պակիստանի ներդրումների խթանման հատուկ խորհրդի ազգային համակարգող Սարֆարազ Ահմադի հետ։ Այս մասին նախարարը գրել է X սոցցանցի իր էջում։ Պակիստան կատարած մեր այցի շրջանակներում հանդիպում հասկացրեցինք Պակիստանի ներդրումների խթանման հատուկ խորհրդի ազգային համակարգող գեներալ լեյտենանտ Սարֆարազ Ահմադի հետ։ Մենք մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջև բիզնես գործընկերության դիվերսիֆիկացման, մեր գործարար համայնքների միջև կապերի ամրապնդման, էներգետիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության եւ այլ ոլորտներում նոր ներդրումային նախագծերի իրականացման, ինչպես նաեւ երկկողմ ներդրումների հնարավորությունների վերաբերյալ։ Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Թալե Քազիմովը Բաքվում հանդիպում է ունեցել Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալության նախագահ Մադինա Աբիլքասիմովայի հետ։ Այս մասին ասված է կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում Քազիմովը ղազախական պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել բանկի կողմից իրականացվող ֆինանսական հատվածի 2024-26 թվականների զարգացման ռազմավարության եւ դրա շրջանակներում իրականացվող ռազմավարական նախաձեռնությունների մասին։ Այս տարվա հունվար-մարտին Ադրբեջանում պրոակտիվ կարգով նշանակվել է ավելի քան 39250 սոցիալական նպաստ եւ կենսաթոշակ։ Տեղեկությունը տարածել է Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամը։ Նշում է, որ նրանց 54.28%-ը տղամարդիկ են, 45.72%-ը կանայք։ Աշխարհի գրեթե բոլոր երկրների համար նոր մաքսատուրքեր սահմանելու նախագահ Դոնալդ Թրամփի քայլը չի շրջանցել նաև Հայաստանը։ Մի քանի օրից հայկական ապրանքները Միացյալ Նահանգների շուկա հասցնելու համար պետք կլինի ապրանքների 10%-ի չափով տուրք վճարել։ Միացյալ Նահանգներում վճարվող հայկական ապրանքներն այս որոշմամբ առնվազն 10%-ով կթանկանան, ընդգծում են հայ գործարարները։ Կոնյակի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող Կարեն Խաչիկյանն իրենց ոլորտից է օրինակ բերում։ Ամերիկացի սպառողը թանկացած հայկական կոնյակի փոխարեն այդ տարբերակ կփնտրի։ Տեղական գնորդն արդեն նախապատվությունը կտա տեղական արտադրանքին, իսկ տեղում բուրբոններն են արտադրվում բավականին մեծ քանակի, եւ դրանք արդեն կլինեն շատ ավելի գերադասելի գնային առումով, ասել է նա։ Արդեն մեկ ամիս է հայաստանյան խանութներում բազմաթիվ ապրանքներ նոր կանոններով են վաճառվում։ Դրանց վրա այժմ պետք է հատուկ QR կոդեր, թվային ծածկագրեր փակցված լինեն։ Միշտ պետությունը սա որպես ստվերի դեմ պայքարի գործիք է ներկայացնում, գործարարներն ահազանգում են իրենց ուսերին ավելացած նոր բեռի մասին։ Այս ամեն ինչը բերում է ապրանքների թանկացման։ Առանց այդ էլ ինֆլյացիան համաշխարհային իրավիճակը, որ բերել է մեզ այս ծանր կացության մեջ, չի թողնում մեզ մի քայլ առաջ անենք, ասում է սուրճ արտադրող Ռաֆի Մեխչյանը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։